Հաստատապես չի կարճվել, ինչ-որ բան շփոթում եք։ Հաստատապես չի կարճվել։ Այսինքն համենայն դեպս Եկը գեի վարույթումը, որի պատասխանատու ստորաբաժանման համակարգողը ես եմ։ Գնայք, պատերազմի օրերին երկու ահաբեկի վարձկաններ էին քննչական կոմիտեի կողմից ձերբակալվել, կխնդրեմ նշեք նրանց ճակատագիրը, ինչ փուլում է գործը, որտեղ են գտնվում։ Նախաքննությունը շարունակում է, կալանք խափանջոց ընտրվել, նախաքննությունը շարունակում է։ Բացի այդ երկուսից այլ ձերբակալվածներ ունենք։ Վարձկաններ չունենք։ Պարոն Մելիքյան, վարչապետի հայտարարած դավաճանների հետ կապված ինչ կա, ինչ գործեր կան հարուցված եւ արդյոք բարձր պաշտոնյաների շրջաներում եղել են նմանատիպ անձինք։ Կոմիտեի վարություն չունեն գործեր։ Ներողություն, վերադառնալով Կուտոյանի գործին, ասացիք գործը չի փակվել, չի կարճվել այսպես, բայց 1 տարուց ավել ժամանակ է անցել։ Կասկածյալներ, մեղադրյալներ, ինչ կարող եք ասել, այսինքն շարունակում եք մեղադրյալներ չունենք, նախաքննությունը շարունակվում է, օպերատիվ հետախուզական միջոցառումներն են, փորձաքննությունները ամբողջությամբ կատարվել են, քննչական գործողությունները մեծ ծավալով կատարվել են, դեպքերական գործի հարուցման պահին գիտեք, հարուցվել է ինքնասպանության հասցնելու հոդվածով, քանի որ այլ հիմքեր այլ հոդվածով հարուցելու որակման համար չեն եղել։ Շատ լավ, բայց արդեն 1 տարի է քննում եք կասկած չկա ով է հասցրել ի վերջո ինքնասպանության ինչ հանգամանքներում։ Ի վերջո այդ անձը եղել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայության ղեկավար կարևորագույն մի պաշտոն եւ իր բնակարանում ինքնասպանություն է գործում։ Դուք պնդում եք, որ ինչ-որ մեկը հասցրել է ինքնասպանության, քննում եք այդ գործը 1 տարի անցնում է եւ չենք պնդում, որ հասցրել են ինքնասպանության, պնդում ենք, որ քրեական գործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու առավելույթ փաստով դեպքի արդիվ, որովհետև այդ պահին այլ հոդվածով չեն կարող առավելույթ որակել հարուցել, նախաքննությունը շարունակվում է, ասպայն ինքնասպանության հասցնողներ չունենք, իսկ գործի հետ կապված տվյալների խնդրեմ, եթե հարազատները կդիմեն, որ տվյալներ հրապարակենք, մեծ սիրով նոր հանգամանքների հայտ եկել են այս 1 տարվա ընթացքում։ Նոր ինչ է նկատի եք։ Քանի որ նշվել էր նախապես, որ նեղանձնական հայտարարել եւ ինչն է փոխել։ Քանի որ շարունակում եք քննել եւ կասկածյալ մեղադրյալ չկան, բայց այնուամենայնիվ շարունակում եք հաստատապես քննել։ հիմնավորվել է, որ ինքնասպանության դեպք է տեղի ունեցել, ոչ միայն քննչական գործողությունների արդյունքներով, այլև փորձաքննություններով։ Պարոն Մելիքյան, ինչ-որ բարդություններ կան այդ գործում, որ 1 տարի է գործը չի ավարտին հասցվում եւ չի հրապարակվում։ Ոչ, չհրապարակվելը պայմանավորված է հարազատների դիմելու փաստով, իսկ տևողությունը քննչական գործողությունների ծավալով եւ փորձաքննությունների կատարման ժամկետներով։ Ուղղակի փորձագետները շատ ծանրաբեռնված են եւ փորձաքննությունները համալիր են իրականացվել, դրա համար ժամկետներով բավական ձգվեց։ Ամեն դեպքում կարող եք հաստատել, որ ինքնասպանություն է տեղի ունեցել։ Հաստատապես։ շարունակում եք պնդել, որ նեղանձնական բնույթի հարցերի պատճառով։ Այդ կարգի հարցերը խնդրում եմ հարազատների թույլտվությամբ։ Քանի որ ենք դիմում են էլի ներկայացրել, պետք է մեզ ճիշտ հասկանալ։